Սա իրավունքը բաց տեքստով փոդքասթն է, որտեղ իրավունքի մասին խոսում ենք իրական կյանքի լեզվով։ Բարև ձեզ, ես փաստաբան Անի Ավետիսյանն եմ։ Այսօր մենք խոսելու ենք մի թեմայի մասին, որը յուրաքանչյուրիս առնչվում է առօրյա կյանքում՝ անձնական տվյալների պաշտպանության մասին։ Ամեն օր մենք թողնում ենք մեր անձնական տվյալները on-line հարթակներում գնումներ կատարելիս, առցանց ծառայություններից օգտվելիս, կրթական եւ բժշկական հաստատություններում ծառայություններից օգտվելիս, այլ առցանց հարթակներում, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում, որն ամենակարևորը եւ ամենատարածվածն է այսօր։ Սակայն հաճախ չենք հասկանում, թե այդ տվյալները որտեղ եւ ինչ նպատակով կարող են օգտագործվել։ Եվ ի վերջո քաղաքացին այդ տվյալները տալուց հետո պաշտպանված է, թե ոչ։ Այսօր խոսելու ենք հենց այդ թեմայի մասին եւ դրա համար իմ հյուրն է այսօրվա անձնական տվյալների պաշտպանության ոլորտում մասնագիտացած իրավաբան Գևորգ Հարապետյանը։ Գևորգ, ողջույն, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարև ու շնորհակալություն, որ հրավիրել ես։ Շատ հաճելի զրույց եմ սպասում, ես վստահ եմ։ Հաճելի մի քիչ շակերտավոր իմաստով հաճելի, որովհետև այս ոլորտը իրավաբանների ցավոտ թեմաներից մեկն է, այսպես կարելի է ասել, մասնագետների ցավոտ թեմաներից է, բայց փորձենք ոլորտը ուսումնասիրել եւ դրա համար դիմենք քո օգնությանը։ Ոլորտում գիտեմ, որ մասնագիտացած ես, գիտեմ, որ շատ մեծ պրակտիկա ունես, մի քիչ կպատմես մեզ քո աշխատանքային գործունեության մասին։ Իհարկե, ռիսկերից կխոսենք, բայց այնպես է ստացվել, որ երբ 2015 թվականին Հայաստանում առաջին անգամ անձնական տվյալ բառերը հայտնվեցին մեր իրավունքում, Սահմանադրության մեջ արձանագրվեց այդ իրավունքը ու ունեցանք օրենք անձնական տվյալների պաշտպանության մասին։ Այդ օրենքով ստեղծվեց մի պետական մարմին, որը անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինն էր։ Այսօր դա անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն է։ Ու ես դարձա այդ գործակալության առաջին աշխատողը 2015 թվականի դեկտեմբերի 22-ն էր, հիշում եմ։ Հետո դարձա այդ գործակալության ղեկավարը ու մինչև 2023 թվականը, 18-ից 23 թվականները պաշտոնավարել եմ որպես անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ։ Դա որոշակի ժամկետով նշանակվող պաշտոն էր եւ վերընտրվելու հնարավորություն օրենքով չկա։ Ու դրանից հետո արդեն 2023-ից երբ պաշտոնավարման ժամկետը ավարտվեց, ես սկսեցի անձնական տվյալների պաշտպանությամբ զբաղվել էլի պետության ու ամբողջ հասարակության համար արդեն որպես մասնավոր փորձագետ իրավաբան։ Ինչեմ հենց այս դրվագը պատմում իմ մասին, որովհետև սա ցույց է տալիս, որ ես մեծ հաշվով գիտեմ, թե անձնական տվյալների պաշտպանության ոլորտում ինչ է կատարվում հենց ամենասկզբից ու նաև մի քիչ գիտեմ վարչական պրակտիկայի մասին։ Այսինքն կարող ենք այսպես արձանագրել, որ սկզբնաղբյուրում անձնական տվյալների մշակման նաև մասնակցել ես այդ սկզբնական փուլին եւ շատ խորությամբ մասնագիտական ուսումնասիրություններ ես արել։ Կարող ենք այդպես արձանագրել։ Ես հույս ունեմ, որ կարող եք այդպես արձանագրել։ Շատ լավ։ Ես աշխատանքային գործունեության ընթացքում բազմիցս առնչվել եմ, ինչ խոսք չթաքցնեմ, գործակալության հետ, այդ թվում քո ղեկավարած տարիներին եւ կարող եմ ասել, որ դժվար կլինի այսօր գտնել մի անձնավորության, որն ավելի խորությամբ տիրապետում է այս ոլորտին, քան դու։ Այնպես որ խնդրում եմ կիսվել մեր քաղաքացիների հետ եւ մաքսիմալ տանք այն տեղեկատվությունը քաղաքացիներին, որպեսզի իրենք էլ իրենց ապահովված կան, որովհետեւ սա այն ոլորտն է, որտեղ մարդիկ ըստ էության պաշտպանված չեն։ Թե իրավագիտակցության պակասից, թե պարզապես միամտությունից դրդված, բայց փաստացի այսօր պաշտպանված չեն։ Իրականում ողջամտորեն տրամաբանորեն հասկանալի է, թե ինչի անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում, ինչի անձնական տվյալները պաշտպանված չեն, ինչի այդ իրավունքը թեև ճանաչված է Սահմանադրության մակարդակով, բայց պրակտիկայում չի գործում այնպես, ինչպես լավ կլիներ, որ գործեր։ Եթե ճակերտներում ասենք պատմական փաստարկն ու հանգամանքներն է, որ Հայաստանում այս իրավունքը նորություն է։ Իսկ մարդիկ 2015 թվականին, երբ նոր օրենք էինք ընդունում, այդ ժամանակ արդեն ունեին հեռախոսներ, արդեն հեռախոսներում լիք ուրիշ մարդկանց տվյալներ կային, արդեն պետական մարմիններում ու տարբեր հաստատություններում տվյալների բազաներ կային։ Այդ ամեն ինչը մշակվում էր, օգտագործվում էր իներցիայով, ոնց պատահի, ոնց ամեն մեկը հասկանում էր։ Երբ ընդունվեց օրենք, լավ օրենք, ու այդ օրենքով սկսեցին ստուգել տարբեր ոլորտներ,
Պարզվեց, որ քարը շպրտեն կուր կպավ այնտեղ անձնական տվյալի պաշտպանության խնդիր կա։ Ոչ թե որովհետև մարդիկ վատն են ու ուզում են ուրիշի տվյալների հետ սխալ վարվել, այլ ուղղակի որովհետև նման մշակույթ գոյություն չի ունեցել Հայաստանում, որտեղ պարզապես անձնական տվյալ արտահայտություն անգամ գոյություն չի ունեցել մեր իրավունքում։ Սա պատճառներից մեկն է։ Բայց երևի մինչև խնդիրներից խոսելը երևի մարդկանց ասենք թե ինչ է անձնական տվյալը։ Այո, իմ հարցը դա էր լինելու, ուղղակի այնքան հետաքրքիր ես խոսում, այսպես ես էլ կլանված լսում եմ այդ պատմական ակնարկը։ Ի վերջո մի հատ բացատրենք մարդկանց, քաղաքացիներին, թե ինչ է անձնական տվյալը, հա, ինչ է դրա մեջ, այսպես ասած, ներառված, որովհետև շատ բարդ է ընկալելը, այտես անձնական տվյալների պաշտպանության մասին օրենք ունենք, բայց նույնիսկ օրենքը մասնագետների համար օրենքը հրաշալի է, շատ լավ գրված է, ես դրան որևէ, այսպես ասած, չունեմ որևէ առարկություն դրա վերաբերյալ, բայց մարդը կարդալուց դժվար է պատկերացնում, այ ինչն է տեղավորվում այդ անձնական տվյալ դաշտում, որովհետև այդ նույն խնդիրը մենք ունենք նաև պետական մարմինների հետ։ Մենք ես նկատի ունեմ թե քաղաքացիները եւ թե մասնագետներս շատ հաճախ մենք փաստաբաններս բախվում ենք այդ իրավիճակին, երբ որ այն կողմից ասում են, այստեղ անձնական տվյալ է, բայց իրավաբանությունը մենք գիտենք, մեկնաբանման հարց է, մենք մեկնաբանում ենք, որ չկա։ Այ կարող ենք հստակ սահմաններ ասել, թե ինչն է անձնական տվյալը։ Կարող է եւ ճիշտ են ասում, որ անձնական տվյալը։ Այստեղ միանգամից երկու խնդիր եկավ մտքումս։ Առաջինը հենց հասկացությունը։ Մեր օրենքում, այլ օրենքներում, այլ պետություններում, տարբեր օրենքներում, տարբեր միջազգային ակտերում կարող են հասկացությունները իրարից տարբերվել։ Օրինակ ասում են անձնական տվյալ է նույնականացվող կամ նույնականացվելիք մարդու վերաբերյալ տեղեկությունը։ Մեր օրենքի հասկացությունը ահագին երկար նախադասություն է։ Հիմա անգիր կարող եմ ասել, հարմարեցված է մեր սովորույթներին երևի թե։ Հա, մերում սիրում են երկար։ մշակույթին։ Հետևյալն է հասկացությունը, անձնական տվյալը ֆիզիկական անձի վերաբերյալ ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը։ Այ հիմա ով մեզ լսում է, իրավաբան մեր ընկերներից բացի մնացած բոլորը թող էս մոռանան միանգամից ու հիշեն հետևյալը. անձնական տվյալը մարդու վերաբերյալ ցանկացած տեղեկություն։ Այդ թե անունը մարդու անունն է, ուրեմն անձնական տվյալ է, ազգանունը մարդու անձնական տվյալ է։ Մարդու շարժուձևը, եթե մարդունն է, ուրեմն անձնական տվյալ է։ Մարդու առողջական վիճակը, ծննդյան թիվը, մարդու հեռախոսահամարը անձնական տվյալ է։ Այ մի sense հավես օրինակ, հեռախոսահամարը ուղղակի անձնական տվյալ է, թե չէ։ Այն հեռախոսահամարը, որը դրած է օպերատորի մոտ, հələ ոչ մեկին չեն վաճառել, անձնական տվյալ չի։ Հենց վաճառեցին կոնկրետ մարդու, այո, դարձավ անձնական տվյալ, այդ մարդու անձնական տվյալը դարձավ։ Այ այսպես է որոշվում, թե ինչ է անձնական տվյալը։ Կապ չունի տառ է, թիվ է, պատկեր է, ձայն է, թե դրանց համակցությունն է։ Եթե մարդու մասին տեղեկություն է, ուրեմն անձնական տվյալ է։ Ու այստեղ գալիս են մյուս խնդիրները անձնական տվյալների պաշտպանության։ Այ մենք ասում ենք անձնական տվյալների պաշտպանված չի ու սկսում ենք դա բացատրել նրանով, որ դա նորություն է Հայաստանում, բայց մարդկանց մոտ կարող է հարց առաջանալ, թե վերջի անձնական տվյալների ինչի է պետք պաշտպանել, չէ՞ որ իմ անունն օրինակ անձնական տվյալ է, հիմա բոլորը գիտեն իմ անունը։ Հեսա այս ոդքասթը հենց YouTube-ում հրապարակվեց, բոլորը տեսնելու են ու առանց ժամկետի ու պետական սահմանների սահմանափակման YouTube-յան վիդեոն հասանելի է լինելու մեծ հաշվով տեսականորեն բոլորին, աշխարհում ապրող բոլոր 8 միլիարդ մարդկանց, պլյուս մինուս։ YouTube օգտագործող բոլոր հասանելիություն ունեցող բոլոր Ասում եմ, որ ինքն իմ անունը իմանալու են, ու նաև տեսնելու են իմ պատկերը, դրանք երկուսն էլ իմ անձնական տվյալներն են։ Եվ ոնց պաշտպանել այդ դեպքում քո անձնական տվյալը, եւ ինչի, այո։ Եվ ինչի պաշտպանել։ Հիմա այստեղ երկու հանգամանք էլ է պետք նկատի ունենալ։ Ես առաջարկում եմ, որ այսօր մենք ամենաշատը խոսենք տվյալների զգայունության մասին, որովհետև բացի այն, որ Հայաստանում անդադ խնդիր կա, նաև երկրորդ ճիշտը գոյություն ունի, որը ճիշտ է ամբողջ աշխարհի համար, անձնական տվյալները դրանք զգայուն արժեքներ են։ Այ երևի այսօր շատ դրա մասին խոսանք, թե ինչի են իրանք զգայուն ու ինչ ռիսկեր ունեն։ Ու կա նաև երրորդ մի հանգամանքը, երրորդ ճիշտը, որ անձնական տվյալները գնալով ավելի շատ են օգտագործվում ու մշակվում, ինչքան որ գիտությունն ու տեխնոլոգիան զարգանում է։ Նշանակ։ Այսօր արհեստական բանականության դարում, այսպես ասած, չեն կարող չառնչվել դրա հետ, որովհետև այստեղ նույնիսկ էլ անձնական տվյալ չի մնում, եթե քո փոխարեն նույնիսկ կարող են ինչ ասես գեներացնել։ Հա, քո կրկնօրինակին ինտերնետային տիրույթում ստանալ։ Ես կփորձեմ իրավաբաներեն չխոսել, բայց մի տերմին կա, որ ամեն դեպքում անդադ ասելու եմ, դա մշակել բառն է, մշակել, մշակող, անձնական տվյալի մշակում։ Որ մարդկանց մտքում թող մնա, որ անձնական տվյալի մշակումը դա տվյալի հետ կատարվող ցանկացած գործողություն է։
Ասենք եթե ինչ որ մեկ իր հեռախոսում գրանցել է ուրիշ մարդու հեռախոսամարն ու անունը, ինքը մշակել է ուրիշ մարդու անձնական տվյալներ ու դարձել է տվյալներ Մշակող արդեն։ Մեն այն հանգամանքը, որ հիմա դու ինձ ցույց ես տալու YouTube-ում քո podcast-ում, դարձնում է քեզ իմ տվյալները մշակող։ Այդ ուղղակի թող հիշեն, որ մշակել բառը օգտագործելիս նկատի ունեմ տվյալի հետ կատարվող ցանկացած գործողություն։ Հիմա ես հույս ունեմ, որ մեզ շատ տարբեր տարիքի մարդիկ են նայում։ Ու եթե ինչ որ մեկը կասի, որ ես 39 տարեկան եմ, լավ, բայց ես 23-24 տարի առաջ երբ բարձր դասարանի աշակերտ էի, որ երազեի 100 հատ լուսանկար չէի ունենա, որովհետև այն ժամանակ այն ժապավենով 36 կադրանի ապարատներն էին, որ տանում էինք ֆոտոստուդիա, որտեղ տպում էին նկարները։ Այդ նշանակում է 3 հատ լենտ պիտի ունենայի, մենակ ինքս ինձ նկարեի, տանեի դրանք բոլորը տպել տայի, որ ունենայի 100 հատ լուսանկար։ Հիմա ամսվա ընթացքում չէ, մի քանի րոպեի ընթացքում մարդիկ իրենց հեռախոսներով 1000 հատ լուսանկար կարող են անել։ Սա ուղիղ ցույց է տալիս, որ այնքան անձնական տվյալ ինչքան առաջ էր գեներացվում իմ մասին, օրինակ լուսանկարի տեսքով, պատկերի տեսքով, հիմա դրա տասնապատիկ ավելը կարող է գեներացվի մի քանի րոպեի ընթացքում։ Սա ցույց է տալի, որ տվյալների մշակումը շատացել է։ Եղավ 3 պայման։ Տվյալները զգայուն են, գնալով դրանք ավելի շատ են մշակվում ու տարբեր տեղեր կան տվյալների մշակման հետ կապված խնդիրներ։ Մենք աչքիս երկար ենք խոսելու կամ երկու մասան ենք սարքելու մեր ոդքասթը, որ հիմա խոսենք զգայունության մասին, հետո տվյալների հետ վարվելու կանոնների մասին։ Ես առաջարկում եմ, որպեսզի շատ չձանձրացնենք մեր հեռուստադիտողին էլ, նաև, հա, եւ այսպես կարճ ֆորմատը թողնենք, ապահովենք հաճելի դիտման այսպես process-ը, էլի։ Մաս երկրորդում արդեն կխոսենք իրավունքների եւ հնարավորությունների մասին, այդ թվում նաեւ պաշտպանությունից օգտվելու, հա։ Իսկ այս փուլում ընդհանրապես խոսենք այս հաղորդման շրջանակներում խոսենք հենց քո ասած զգայունության մասին, այո, բայց ընթացքում եթե թույլ կտաս, ես 1-2 հարցեր օրինակներ այսպես օրինակներով կարող եմ նույնիսկ անցնեմ իրավունքների սահմանը, բայց այսպես հարցեր գալիս են, որովհետև էլի։ Դե, սկսենք ուրեմն զգայունությունից, այսի զգայունն ու խոստացա պատմել, թե ինչի են զգայուն վերջի անձնական տվյալները։ Ուրեմն նախ անձնական տվյալը այդ տվյալի տեսակի անունն է, ոչ թե իր ռեժիմը։ Այն ոնց որ մենք մարդ ենք, մեր տեսակը այդպես է կոչվում, եւ մարդկա աղջիկը, մարդկա տղա։ Բոլոր աղջիկները մարդ են, բայց ոչ բոլոր մարդիկ են աղջիկ։ Բոլոր տղաները մարդ են, ոչ բոլոր մարդիկ են տղա։ Նույն ձևով անձնական տվյալը ընդհանրապես տվյալի տեսակի անունն է։ Ու երբ թե որևէ տեղեկություն անձնական է, անձնական տվյալ է, այսինքն մարդու մասին է, դեռ չի նշանակում, որ ինքը պարտադիր գաղտնիք է։ Անձնական տվյալը կարող է լինել հանրամատչելի, այսինքն բոլորի համար հասանելի, կարող է լինել գաղտնիք, կարող է ոչ հանրամատչելի լինել, ոչ է գաղտնի լինել։ Միտեղ դրած կամ պահպանված լինել ու ոչ հասանելի լինել բոլորին համացանցով, ոչ էլ առանձնապես ինչ-որ ռեժիմով պաշտպանված լինել։ Սա պետք է նկատի ունենալ, որ անձնական տվյալը տվյալի տեսակն է, ոչ թե ռեժիմը։ Օրինակ, ներողություն եմ խնդրում, այս մասով մի հատ sense, այսպես ասած, ընդհատեմ, հա, քեզ այս հարցովս։ Եթե մենք ունենք լուսանկար, որ պահում ենք մեր տանը, մեր պահարանում, դա մեր գաղտնի պահված լուսանկարն է եւ դա հանրամատչելի չէ, այսպես ասած։ Էլի անձնական տվյալ է։ Բայց եթե մենք դա հրապարակում ենք սոցկայքում եւ պահանջում ենք, որ դա մնա գաղտնի, մի քիչ տրամաբանական չէ, տարօրինակ է։ Դա գալիս է անձնական տվյալի առաջին խումբը, որ ունի զգայունություն։ Մենք հիմա երևի խոսենք օբյեկտիվ զգայունության մասին, այսինքն այն տվյալների, որոնք մեր օրենքները արդեն ճանաչել են որպես զգայուն, որովհետև մտածել են, որ այդ տվյալները մարդկանց մեծամասնության համար ինչ-որ ռիսկ կունենա իրավունքի միջամտության, առաջի խումբը այդ տեղեկությունների, այդ անձնական տվյալների կոչվում է անձնական կյանքի տվյալ։ Եվ այն տվյալները, որոնք կարող են մեզ համար բացասական հետևանքներ ստեղծել։ Այո։ Անձնական կյանքի տվյալները դրանք մարդու մասնավոր, ընտանեկան, ֆիզիկական, ֆիզիոլոգիական, մտավոր, սոցիալական վիճակի վերաբերյալ կամ նմանատիպ այլ տեղեկություններն են։ Օրինակ ֆիզիոլոգիական վիճակը ֆիզիոլոգիական պահանջմունքների բավարարումն է մարդկանց հանգիստ, ժամանց,
զգացումներ, զգացմունքներ, կամ ընտանեկան կյանքը, ամուսինների հարաբերությունները, ամուսնության ու ամուսնալուծության հանգամանքները, ծնող երեխա հարաբերությունները, բարեկամների հարաբերությունները կամ հարազատների հարաբերությունները եւ այլն։ Սրանք բոլորը անձնական կյանքի տվյալներ են, կամ մարդուն որտեղից այդքան փող, որ նոր տարուն խոզի պետք է փոխարեն, սեղանին կոկորդիլոսի միսիա դրել, կամ որտեղից իրան փող, որ մեքենա է առել, ինչքան է ստանում, այդ ստացած փողից ինչքան է դոշակի տակ պահում, ում է նվիրել, ինչի է նվիրել, ու այդ ուր գնաց հանգստանալու ամռանը, ու այդպես շարունակ, այդ բոլորը մեր անձնական մշակույթում ընդունված չէ դրանք անձնական տվյալներ, վերապահում պետք է օրենքով նախատեսված լիներ, այս մասը Հայաստանում չի գործում, այո։ Ինչի են այս տվյալները համարվում զգայուն, որովհետև իրանք հավակնում են դառնալ գաղտնիք։ Երբ ասում են իրանք հավակնում են դառնալ, նկատի ունեմ, որ մարդկանց մեծամասնության համար նման տիպի տվյալները ունեն բավականին ինտիմ բնույթ, բարի լայն իմաստով ինտիմ, ու մարդիկ այդքան է չեն սիրում, որ ուրիշները այս կարգի տվյալների մեջ գտները խոթեն։ Հիմա ասեմ, մեզ դիտողների համար ում 23-ը լրացել է, բայց հələ չեն ամուսնացել։ Երևի կլինի, չէ, որ նոր տարուն տուն ինչ որ մի հատ բարեկամ ա եղել, որ երկար ժամանակ չէին տեսնում, կամ դրսում հանդիպել են, մեկ է սկսում է հարցնել ինչ կա, բախի չես ամուսնանում, բա երբ ես ամուսնանում։ Ես անդրադառնում, հիմա բոլոր իրենց գտան այդ իրավիճակը։ Մարդ ամուսնանում է, մի քիչ երեխա չունենում, ասում են ինչ կա, ինչ եք մտածում, բա եք երեխա ունելու, բա ինչի չեք ունենում։ Երեխան ունեմ, ասում են երկրորդին երբ ես ունենալու, այդպես շարունակ։ Հիմա թող մարդիկ իրանց պատասխանեն, կամ ավելի լավը կոմենտներում գրեն, արդյոք իրանք միշտ նման հարց լսելիս անկեղծորեն դնում ու դիմացինին ծայրից ծայր պատմում են, թե ինչի չեն ամուսնացել, կամ ինչի երեխա չունեն, գնում բանկից քաղվածք են վերցնում, բժշկից թուղթ են վերցնում, բերում տալիս են այդ մարդուն։ Չէ, սովորաբար ուղղակի նյարդայնանում են, գնում են։ Հա, թեման ուղղակի փակում են եւ անցնում առաջ։ Հիմա անկախ նրանից այսպիսի հարց լսող մարդկանց մտքում անձնական տվյալ, անձնական կյանքի տվյալ բառերը կան թե չէ, այս հենց ցրելը մաքրամաքուր տվյալի պաշտպանության իրավա հարաբերություն է, երբ որ մարդը իր կյանքի մասին, այո, իրացում է, իր անձնական կյանքի մասին տեղեկությունը չի ուզում հաղորդակից դարձնել ուրիշներին։ Այս օրինակը ցույց է տալիս, թե ոնց կարող են անձնական կյանքի տվյալները ունենալ զգայունություն։ Այդ չի նշանակում, որ մարդ երբեք դրանք չի հրապարակում։ Ասենք ես, օրինակ, սոցցանցերում կամ սիրում եմ գնալ տարբեր տեղեր հանգստանալու, ու օրինակ, այս վերջերս մի լավ տեղ էին գնացել, չեմ ասի, որ չդիտվի որպես գովազդ, բայց այնտեղ բացօթյա լողավազան կար, որը տաքացվում էր, ու ես մտա ցների մեջ լողավազան։ Հիմա դե բնականաբար լողավազան նեն չի որ վերարկով եմ մտնում, բնականաբար գոտկատեղից վերև հանվածել լողազգեստով էի։ Հետո նկար հրապարակեցի սոցցանցերում։ Այսպիսի նկարը, բացի իմ պատկերը լինելուց, ցույց է տալիս նաև իմ անձնական կյանքի վերաբերյալ երկու տեղեկություն, իմ ֆիզիկական վիճակը, թե ինչպիսին է իմ մարմինը այս պահի դրությամբ։ Ունեմ ավելորդ քաշ, չունեմ ավելորդ քաշ եւ այլն, եւ ցույց է տալի իմ ֆիզիոլոգիական վիճակը, թե այս պահին ինչպես եմ անցկացնում իմ օրը, իմ կենցաղը, իմ ժամանցը։ Եվ վերջո նշում ես քո վայրը, այդ պահին գտնվելուտ վայրը, դա էլ բավականին մարդիկ կան, որոնց համար դա շատ գաղտնի տեղեկատվություն է եւ չեն ուզում մարդիկ հրապարակել։ Ես հրապարակեցի ինձ համար սուբյեկտիվորեն, ես գնահատեցի, որ դա արժի հրապարակել իմ նպատակներով, անձնական որպես սոցիալական էակ, այդպես էի ուզում անել։ Հիմա ես իմ տվյալները հրապարակեցի, բայց արդյոք ես հրապարակեցի իմ ամբողջ անձնական կյանքի տվյալները։ Բնականաբար ոչ։ Ով ինձ միամիտ գտնի ու այդ նկարը տեսնի, ամենաշատը պատկերացումը կազմելու իմ այդ ակնթարթի, այդ րոպեի վիճակի մասին։ Այդ մարդիկ չեն հասկանալ, թե առավոտյան որ ոտքից զարթնեցի, գիշերը որ կողքի վրա եմ քնել, խռցրել եմ, թե չեմ խռցրել, հացկերը ատամներս քանի րոպե լվացի, լավ տրամադրությամբ գնացի, հանվեցի, մտա լողավազան, հետո տաքացա, թե սառեցի, սատկեցի եւ այլն եւ այլն եւ այլն։ Այդ բոլորը չեն իմանալու ու չգիտեն ինչ հարաբերություններ ունեմ ամբողջ կյանքով։ Դրա համար թեև մարդիկ կարող են իրանց անձնական կյանքի մասին տեղեկություններ հրապարակել։ Վստահաբար մեզ դիտողները էլի հրապարակում են, չեմ ասում միշտ լողավազանից, բայց մեկը ամուսնանում է, իր ստատուսն է փոխում, որ ամուսնացած է այս ու այդ, մյուսը ծնունդից է ուրիշի նկարներ գցում եւ այլն։ Ինչ ասես, իրանց կյանքի մասին դրվագներով կարող են հրապարակել, ասածս այն է, որ դրանք ծովում կաթիլներ են։ Մարդ մեկը իր ամբողջ կյանքի տևողության տեսանկյունից եթե նայում ես, իր կյանքի մեծամասնության նկատմամբ շարունակում է պահել այդ ինտիմության իրավունքն ու զգացումը։ Դրա համար է, որ անձնական ժամանակն էլ չի հերիքի այդքան հրապարակելու համար։ Դրա համար է, որ անձնական կյանքի տվյալները համարվում են զգայուն մեր օրենսդրությամբ, որովհետև իրանք ունեն ռիսկ միջամտելու մարդու նեղ անձնական կյանքին, այսպես ասեմ, առանց իրավական տերմինաբանության։ Այո։ Սա մի խումբ տեղեկություններ։ Երկրորդ խումբը, որ մեր օրենքը առանձնացնում է որպես զգայուն տվյալ,
կոչվում են կենսաչափական անձնական տվյալներ։ Սրանք մեծ հաշվով բիոմետրիկ տվյալներն են ու երկու առանձնահատկություն ունեն։ Առաջինը շատ մոտ են մարդուն ու հնարավոր է ստանալ միայն մարդուց։ Երկրորդը որպես կանոն թույլ են տալիս մարդուն անսխալական նույնականացնել։ Օրինակ, բիոմետրիկ, այն է կենսաչափական են, մարդու մատնահետքը, ստորագրությունը, լուսանկարը, ձայնը, ԴՆԹ-ն, աչքի ծիածանաթաղանթը։ Սրանք Բայց այսօր դա էլ են անհնարին ստացվելիք տեղեկատվության մեջ չի մտնում Իհարկե ըստ չի մտնում։ էության, այսինքն այդ մասով էլ պաշտպանված չենք, էլի։ Մենք կարծում ենք, որ այո, մեր անձնական տվյալ բիոմետրիկ անձնական տվյալները դա այսպես խիստ գաղտնի տեղեկատվություն է, բայց փորձը ցույց է տալիս, որ ոչ։ Այո, իրանք էլ գաղտնի չեն։ Իրական օրենքն էլ չի ճանաչում իրանց որպես գաղտնի, չի ասում դրանք գաղտնի են, բայց ասում իրանք ռիսկ ունեն, հաշվի առեք այդ ռիսկը։ Օրինակ այդ ռիսկերից մեկը մարդու ինքնության գողության հնարավորությունն է։ Ինքնության գողությունը էտեն է, երբ որ մի մարդ իրան դնում է ուրիշի տեղը։ Այ հիմա ես կարող եմ մի հատ Facebook-յան էջ բացել ու այդ Facebook-յան էջի անունը գրել Անի, լատինատար։ ANI վերջ, ոչ նկար, ոչ ազգանուն, ոչ պատմություն, այ դա դատարկ էջ լինի, ուղղակի գրված լինի Անի։ Ու չգիտեմ ժողովուրդը գիտեն թե չէ, բայց մենք կուրսեցիներ ենք, մեր մյուս կուրսեցիները մոտ 200 հոգի միամիտ հանդիպեն այդ էջին։ Բնականաբար շատ քիչ է հավանական, որ կմտածեն, որ մեր կուրսեցի Անին է հենց այդ էջում։ Կամ որ մի անին է։ Կամ որ մի Անին է։ Մենք շատ կուրսեցի անիներ ունեինք։ Հաճե, բայց հենց ունենամ նաև քո լուսանկարը ու տեղադրեմ այդ էջում, ով տեսնի կմտածի, որ դու ես։ Կապ չունի կհավատան թե չէ, անգամ եթե ոչ մեկ չհավատա, միևնույն է քեզ հետ կնույնականացնեն ու առնվազն կասեն անի ինչ որ մեկը քո էջով։ Հիմնավոր կասկածը կա, որ սա հնարավոր է, որ ես լինեմ։ Գոնե կզանգեն, կասեն քո էջով կեղծ էջ են բացել, քո նկարվեջ են բացել։ Սա ցույց է տալիս, որ մարդու ինքնությունն այլ ձևերով էլ է հնարավոր գողանալ, բայց ինչքան շատ ես ունենում մարդու վերաբերյալ բիոմետրիկ տվյալ, այնքան ավելի հեշտանում է մարդու անունից հանդես գալը։ Այդ դրա համար է, որ այս կենսաչափական անձնական տվյալները իրանք օբյեկտիվորեն ունեն զգայունություն, որտեղ չարագործները կարող են դրանք օգտագործել մարդու անունից հանդես գալու համար, գողանալ մարդկանց ինքնությունը, խաբել մարդկանց ծանոթներին, բարեկամներին եւ այլն, եւ ասենք փորձել փողեր տանել։ Հիմա ինչքան կամ WhatsApp-ում այլ անձանց ինքնությունը գողանում են, ամենատարածված ըստ էության խարդախություններից մեկն է, ֆիշինգի, այո, այո։ Ես ակամայից մի ֆիլմ հիշեցի, երևի մի 15 պլյուս տարիներ առաջ դուրս եկած ֆիլմ է, կոչվում էր Սեծ։ Կհիշես մարդու ինքնությունը, որ այսպես Սանդրա Բալոկն է խաղում, հրաշալի ֆիլմ։ Այո, մասնագիտական ֆիլմ է, ըստ էության, ու հրաշալի ֆիլմ է, բայց ես հիշեցի, ակամայից տեղափոխվեցի հետ այն ժամանակ, թե ես առաջին անգամ որ այդ ֆիլմը նայել եմ, ինձ համար դա ֆանտաստիկա էր ուղղակի։ Հիմա ոնց որ այն ֆանտաստիկ ժանրի ֆիլմ ես նայում, այն նույնը ինձ համար դա էր այն ժամանակ, որ ոնց կարելի է մարդու տվյալ, մարդու կյանքը գողանալ։ Բայց այսօր դա ֆանտաստիկան դարձել է իրականություն։ Ֆանտաստիկան, այո, այլևս իրականություն է։ Ու իրականում ցավալի իրականություն է, որովհետև փաստացի մենք ստացվում է կարող է ես ապրում եմ ու ես տեղյակ չեմ, որ քո ասած պայմաններով մի հեռավոր երկրում մեկը իմ տվյալը վերցրել է եւ բացել է մի հատ սոցիալական կայք։ Եվ իմ շրջապատից որևէ մեկին դա չի հանդիպել սոցիալական ցանցերում եւ ես չգիտեմ դրա մասին, բայց ինքը այնտեղ լավ բան ինձ հուշեցիր մի բանի մասին կպատմեմ, որը կարող է մարդկանց համար հետո հմտություն դառնա, բայց հիմա անցնեմ մի հատ երրորդ տեսակին անձնական տվյալների ու դրանից հետո այդ խոստացածը։ Ես կհիշեցնեմ խոստացված պատմությունը։ Մենք օրենքում ունենք նաեւ հատուկ կատեգորիա անձնական տվյալ, այսպիսի տեսակի տվյալները, սրանք մարդու օրինակ ազգության, էթնիկ ծագման, ռասայական պատկանելիության, կրոնական, քաղաքական, փիլիսոփայական հայացքների ու համոզմունքների, առողջական վիճակին, սեռական կյանքին վերաբերող տեղեկություններն են։ Մեր իրավաբան ընկերները երևի այս թվարկածս հենց լսեն, մտքներին կգա խտրականություն բառը, իրենք ճիշտ կլինեն։ Հա։ Այս տվյալները զգայուն են, օրենքը չի ասում էլի սրանք չի կարելի օգտագործել, բայց իրենք ունեն խտրականության ենթարկելու ներուժ, ռիսկը մեծացնում են։ Եկեք sense օրինակ քննարկենք։ Օրինակ ես որ գնում եմ բժշկի, իմ բժիշկը բնականաբար ինձնից առողջական վիճակից մասին տվյալներ է հարցնում, որոնք հատուկ կատեգորիայի տվյալներ են, այսինքն զգայուն են։ Բայց ես բժշկից չեմ ասում, որ դա խտրականություն է ինձնից հարցնել, որտեվ կասի տղա ջան, լավ չես, ասա ինչը տա ցավում, որ իմանամ ոնց ու ինչը բուժեմ։ Բայց ես ոնց բուժեմ քեզ, չէ՞։ Բայց օրինակ, որ գնամ հաց առնելու,
Երևի սաղս էլ գիտենք, որ հաց առնելու համար մենակ հացի արժեքով փող է պետք, ուրիշ ոչ մի բան պետք չի։ Ու հաց Դե վաճառողը այդքան վստահ չէի լինի, մեր օրինակ բակային խանութներում այլ տվյալներ են պարտադիր պետք։ ու մեր բակային խանութի հաց վաճառողը հարցնի, ասի այ 2026 թվականին ազգային ժողովի ընտրություններ են, ասա ում ես ընտրելու, ինչ քաղաքական հայացք ունեմ, որ քեզ հաց վաճառեմ։ Այսինքն ինչ կապ ունի։ Այ երբ որ հատուկ կատեգորիա անձնական տվյալ այ մշակվում է, օգտագործվում է այնպես, որ դրա նպատակ ակնհայտորեն չի բռնում դրա էությանը, միանգամից կարող խտրականության կասկած առաջ գա։ Այո։ Ու տենց դեպք եղավ, ես հիշում եմ կոവിഡ്ի ժամանակ, երբ որ մեր քաղաքներից մեկում ահագին դիմադրում էին, ոչ մի վարակագիր չկար, հետո մի ընտանիք հիվանդացավ, դե մի օր հիվանդանալու էին, ընդհանրապես Ռոբինզոն Կրուզոյի նման չէին Այո, ապրել ոչ այդ մեկս քաղաքում։ ապահովագրված չէին։ Ու այդ տեղեկությունը ցավոք արտահոսեց համացանց այդ ընտանիքի վարակվելու հանգամանքի մասին ու համաքաղաքացիները սկսեցին այդ ինչ որ վիրավորական արտահայտություններ գրեն, ինչքան հիշում եմ նաև սկսել էին ինչ որ պարիսպների վրա վիրավորական արտահայտություն գրել այդ մարդկանց տան, պոմիդորներով ձվերով խփել եւ այլն։ Այդ կարմիր գիծը մենք երբևէ չենք կարողանում օրինակ է։ այո։ Ու մի քաղաքային լեգենդա հիշեցիս հատուկ կատեգորիաների քաղաքային լեգենդ եմ ասում, որովհետև ինձ թվում էր թե դա լեգենդ է, ուղղակի միֆ է, որ ֆռում է ուղղակի մեզ մոտ, բայց դա իրականություն է։ Վերջերս ասացին, որ դա վաղուց իրականություն էր, ես գիտեի հիմա էլ չի, բայց ինձ ասացին, որ հիմա էլ դա կա, ուրեմն հետեւյալն է, ուրեմն ենթադրենք ինչ որ միտեղ ես հիմնականում լսել եի, որ դա մարզերում է լինում, հատկապես փոքր բնակչությամբ համայնքներում, բայց ասում են Երևանում էլ տենց բան հնարավոր էր։ Ասենք աղջիկն ու տղան ընկերություն են անում, հերթը գալիս է ամուսնանալուն ու տղայի ծնողները, խնամիները, բարեկամները վեր են կենում գնում են պոլիկլինիկա։ Ու ասում են մի հատ աղջիկ ամբուլատոր քարտը տվեք նայենք։ Տեսնենք այս աղջիկը ինչ հիվանդությունների պատմություն ունի, արժի իրան հարց տանենք թե չէ։ Ես ներողություն եմ խնդրում իմ ծիծաղի համար, բայց սա դասական հատուկ կատեգորիա անձնական տվյալները ստենդափից վերցրած ինչ որ մի բան է։ Դրվագա, բայց փաստորեն չէ։ Անձնական տվյալների խնդիրները հավաքեմ ստենդափ մի ծրագիր կազմեմ ու դա կար ու ասում եմ որ դա հիմա էլ կա։ Ես ուրախ եմ, որ ես անձամբ տենց բանի չեմ հանդիպել, բայց շատ ցավալի է որ կա ու սա դասական խտրականության դրսևորում է մարդու առողջական վիճակի կամ հիվանդության պատմության հիմքով։ Այ դրա համար է որ օրինակ հատուկ կատեգորիա անձնական տվյալները էլի ունեն օբյեկտիվ ռիսկեր, իրանք ունեն այտենց մարդու իրավունքներին միջամտելու ռիսկեր։ Ինչ է ստացվում, որ անձնական տվյալները, այդ թվում նաև հատուկ կատեգորիայի կենսաչափական կամ անձնական կյանքի տվյալները, իրենք իրանցով պարտադիր չի որ գաղտնիք լինեն, բայց իրենք շատ հաճախ ունեն մարդկանց տարբեր իրավունքներին միջամտելու ռիսկ ու դրա համար պետք է նրանց նկատմամբ լրացուցիչ ուշադրություն ունենալ։ Ոնց է արտադրվում այդ ուշադրությունը։ Օրինակ, բժշկության ոլորտում բնակչության բժշկական օգնության սպասարկման մասին օրենքով առողջական վիճակի մասին տվյալները պացիենտի ցանկացած տվյալ համարվում է բժշկական գաղտնիք։ Այսինքն պետությունը, օրենքը, մեր հասարակությունը գլոբալ հասկացել է, որ մարդու առողջական վիճակի մասին տվյալները ունեն օբյեկտիվ զգայունություն եւ այն իրավահարաբերություններում, որտեղ դրանք շատ են կիրառվում, դրանց տվել է կարգավիճակ ռեժիմ, ասել է վсё, ով այսպես տվյալ է ստանում, թող գաղտնի պահի։ Սա պաշտպանության դրվագներից մեկն է։ Պաշտպանության դրվագ է, այո, բայց հակառակ կողմից էլ սա երբեմն մի քիչ այսպես իրավունքների չարաշահման հարց կարող է առաջացնել։ Ես մի բան տվյալները չտրամադրելու եւ հակառակը անպուտության մասով, հա։ Ես արդեն իմ ցավոտ մասնագիտական հարցերն եմ բարձրացնում։ Ես սկզբում դրա մասին ասում էի, ես մտքիս ունեի, սա իհարկե տեղեկատվության ազատության բլոկին է գնում արդեն, բայց հատկապես փաստաբանական գործունեության մեջ։ Մի թեթև հուշում անեմ փաստաբաններին, ովքեր մեզ կնային։ Եթե որևէ փաստաբան գործընկերներ ուշադիր լսեք այս մասը։ Տեղեկություն տնօրինող որևէ մարմին, պետական մարմին, տեղական ինքնակառավարման մարմին եւ այլն, տեղեկության տրամադրումը մերժում է այն պատճառաբանությամբ, որ դա անձնական տվյալ է, դա սխալ մերժում է։ Դա չի նշանակում, որ այդ տեղեկությունը պիտի տրամադրվի, կարողա պիտի տրամադրվի, կարողա չէ, կարողա գաղտնիքը, կարողա չէ, բայց այս ձևակերպումը, որ անձնական տվյալ է, դրա համար չեմ տալիս։ Սա պատշաճ պատճառաբանություն չի, որովհետև էլի անձնական տվյալը տվյալի կարգավիճակը չի, տվյալի տեսակի անունն է ընդամենը։ Ու այդպիսի պատասխան տվող մարդուն կարելի է ասել, բա որ անձնական տվյալ է։ Ինչ ես քո անունը գրության պատասխանի տակ գրել, ինչ ես ստորագրել, դրանք էլ են անձնական տվյալ։ Հետևաբար, անձի մասին տեղեկությունը մերժելու, չտրամադրելու,
տեղեկատվության իրավաբերությունում հիմքը ոչ թե տվյալի տեսակն է, այլ տվյալի ռեժիմը, գաղտնիք լինել կամ չլինելը։ Այս ուղղակի ասենք մի քիչ շեղվեցինք։ Բժշկական գաղտնիքի մասով իրականում եթե այս բային խոսենք մի քիչ ավելի կարող է անցնենք մեկ այլ թեմայի, դրա համար պետք չէ այս մասով շատ խորանալ, բայց իմ կոնկրետ դեպքում իմ վստահորդին չէին տալիս տեղեկատվություն, ասում էին սա բժշկական գաղտնիք է, այո, իր տեղեկատվությունը իր վիրահատության մասին չէին տրամադրում, ասում էին բժշկական գաղտնիք, ասում էին ում համար։ Այդ մարդու ով որ անցել է այդ ամեն ինչի միջով։ Ցավոք ես ես մի բան ասեմ ու անցնենք այն հետաքրքիր մասերին։ Մեզ մոտ համակարգային խնդիր կա, չէ՞, ասացի որ սկզբից որ մենք նորություն է մեզ համար այս իրավունքը, մեր մշակույթում չկա տվյալների պաշտպանությունը որպես հմտություն մարդկանց համար, դրա համար այո, ցավոք հիմա տենց բաներ շատ են լինում, բայց հույս ունեմ, որ առաջիկա մի քանի տարում լավ լուրեր կլինեն, նախատեսվում է արդեն կա տվյալների պաշտպանության լիազոր մարմնի անկախության հայեցակարգ, օրենսդրությունը փոխվելու դա դառնա ավելի լուրջ մարմին, որ կարողանա ավելի մեծ կարողություններով կարողանա այս իրավունք ավելի հասցեական միջավայրը կարգավորել, իրականացնել տարբեր ուսուցումներ, կրթական ծրագրեր, հանրային քարոզարշավներ, ստուգումներ, վարույթներ եւ այլն, հենց որ հույս ունեմ, որ առաջիկա ինչ որ բան կփոխվի այս բլոկում, բայց հասկանալի է, որ եթե չի եղել իրավունքի, եթե անձնական տվյալների պաշտպանությունը չի եղել մեր իրավունքի ու մշակույթի մաս, ապա նման զավեշտալի դեպքերը անխուսափելի են։ Դե միանշանակ պետք է փորձենք ըմբռնումով այդ հարցին մոտենալ, որովհետև ընդամենը 10 տարի է ինչ գործում է, իսկ օրենքի տեսանկյունից 10 տարին դեռ շատ քիչ է։ Այն էլ այսպիսի զգայուն թեմայի պարագայում, հա, որ ինքը լիարժեք կիրառություն արդեն կարողանա ունենալ։ Ես մի քիչ իսա ինքնագովազդ կանեմ, մենք ունենք DP Hub նախաձեռնությունը Cyber Hub-ի հետ, կիբերանվտանգության ոլորտում գործող այդ նախաձեռնության հետ, որի շրջանակներում հատկապես հանրային մարմիններին եւ հասարակական կազմակերպություններին որոշակի ռեսուրս ունենք, որի շրջանակում կարող ենք իրականացնել ուսուցումներ տվյալների պաշտպանության վերաբերյալ ու եթե դրանք առևտրային կազմակերպություններ չեն առանձին, ապա որոշակի ռեսուրսի շրջանակում հնարավոր է որ դա լինի նաեւ անվճար, հենց որ կարող են այցելել օրինակ dphub.am ու տեսնել թե ու ակնկալել մեր աջակցությունը սրտանց անվճար կարող ենք իհարկե աջակցել ու իրականացնել որ տվյալների պաշտպանության վերաբերյալ ինչ որ բաց օրակարգով քննարկում, ուսուցում, վերապատրաստում ոնց ուզում են անեն։ Դա իրականում հրաշալի նորություն էր։ Ես նաև տեղեկացնեմ, որ կայքի հղումը կդրվի հաղորդման նկարագրության բաժնում, այնպես որ կարող եք այցելել, ծանոթանալ հարցերի դեպքում զրկված չեք մեկնաբանություններ գրելու եւ ինչպես նաև անձնական նամակներով էլ կարող եք դիմել եւ ձեր իրավունքների մասին տեղեկատվություն ստանալ։ Անցնենք հետաքրքիրին։ Անցնենք հետաքրքիրին, այո, սպասում ենք։ Ես եւ հեռուստադիտողը սպասում ենք։ Ուրեմն մի տվյալի կան հանրամատչելի կոչվող անձնական տվյալներ։ Իրականում սա տվյալի տեսակ չի։ Սա արդեն ռեժիմն է, հանրամատչելին, այդ այն անձնական տվյալներ են, որոնք կամ մարդու գործողությամբ, կամ օրենքով, կամ մարդու համաձայնությամբ հասանելի են դարձել ուրիշների համար, անորոշ կամ որոշակի թվով այլ անձանց համար։ Հանրամատչելի կարող է դառնալ ցանկացած տվյալ, ասենք եւ կենսաչափականը, եւ հատուկ կատեգորիայինը, եւ անձնական կյանքինը, եւ այնպիսի անձնական տվյալ, որ այդ զգայունների մեջ չկա, դա էլ կարող է դառնալ հանրամատչելի։ Օրինակ Facebook-ում հրապարակած մարդու նկարը հանրամատչելի է դառնում եւ այլն։ Բայց ես այս զգայունների շրջանակում ուզում եմ սրա մասին պատմել, ինչի ու ստեղ կապ ունի հենց այն քո ասացի հետ, որից ես միտք եկավ մոտս, որ մարդիկ են շատ հաճախ տարածում այս ամենը եւ այլն։ Ուրեմն մարդը երբ որ իր տվյալը դարձնում է հանրամատչելի, ինքը ունի այդ տվյալը պաշտպանելու իրավունք, բայց պաշտպանելու հնարավորությունները մի քիչ կորցնում է։ Այն օրինակը դեռ շատ դուրս եկել օրացիր, որ Facebook-ում նկարեմ հրապարակում ինչ իմանամ որտեղ ով ոնց քաշեց, ոնց օգտագործեց։ Հիմա եթե ես Facebook-ում նկար եմ հրապարակում, ես ներողություն եմ խնդրում, նույնիսկ եթե ես դա չեմ դնում public, հա, բոլորին հասանելի, բայց ինչ որ մարդկանց հասանելի է, բացի դրանից, այն պրոֆիլի նկարի հատվածը ոչ մեկ ապահովագրված չէ, որ այդտեղից կարելի է screenshot անել եւ նույնիսկ եթե ես չեմ տվել դրա թույլտվությունը public-ի։ Այսինքն այս մասով էլի, քո ասած հնարավորությունը դժվար է այստեղ։ Ու ինչ պետք է անեն մարդիկ այս դեպքում։
ես չեմ ասում վերցնեն մաթեմատիկային քառակուսի տետրից ու պլյուս մինուսներ դնեն, բայց կարող են գլոբալ մտածել, երբ որ ունեն արդյոք նպատակ էս նկարը հենց այդպես հրապարակելու ու արդյոք դա իրենց չի վնասի։ Սենց օրինակը քննարկենք, պատկերացնենք իբր ստեղ գալուց առաջ մի լրիվ նոր հեռախոսահամար եմ առել ինձ համար ու ոչ մեկին, դաժե տնեցիկին հələ չեմ տվել ու փոխանցում եմ մենակ քեզ։ Մեկ էլ մինչև մեր ոդքասթը վերջացնում ենք, Telegram-յան մի անանուն ալիքով արտահոսում է համացանց, գրում են, սա Գեորգ Հարապետյանի նոր համարն է։ Ես եթե ուզենամ պաշտպանվեմ, կգնամ անձնական տվյալների պաշտպանության գործակալություն կամ դատարան ու կբողոքեմ քո դեմ, կներես։ Որտեվ կասեմ միայն քեզ եմ վստահել, դու եթե ես այդ քայլին դիմել եմ կամ պատահաբար քեզնից է արտահոսել։ Եթե ըստ էության ես կրել եմ այդ ռիսկը, չէ՞, որ քո համաձայնվել եմ քո հեռախոսը ինձ մոտ պահել։ Իսկ եթե իմ հեռախոսամարը տվել եմ համ քեզ, համ մեկ ուրիշին։ Այդ դեպքում ես որ գնամ գործակալություն կամ դատարան կբողոքեմ երկու հոգու դեմ։ Քո դեմ ու ուրիշի դեմ։ Այստեղ իմ իրավունքը կա բողոքելու, բայց հնարավորությունները իրականությունը բացահայտելու մի քիչ քչանում է, որ երկուսդ էլ ասեք, որ դուք չեք։ 50-50 է դառնում, ասենք կարելի է։ Իսկ եթե իմ տեղեկությունը տվել եմ, հրապարակել եմ, ասենք համացանցում։ Էլի ենթադրենք ուզում եմ գնամ բողոքեմ, բայց ում դեմ պիտի գրեմ դիմումս։ Սա անորոշ թվով անձանց նկատմամբ բողոք ներկայացնել է այդպես։ Շատ հարցական է հաջողությամբ կպսակվի թե չէ։ Հարցական չի, երևի չի պսակվի հաջողությամբ։ Բայց սա հանրամատչելի աշտորակալ գործ է ստացվում էլի, ուղղակի ծանրաբեռնել այդ անձին, ով պիտի զբաղվի դրանով։ Սա հենց հանրամատչելի անձնական տվյալների ռիսկն է, ու մարդիկ լավ կլինի սա նկատի ունենան, որ եթե իրանք դարձնում են իրենց տվյալը հանրամատչելի, իրենք ունեն դա պաշտպանելու իրավունք, բայց պաշտպանելու գործիքները կորցնում են։ Ես չգիտեմ այս բառը ոնց ճիշտ լավ հայերենով ասել, բայց մեր խոսույթում մեր ռուսերեն արտահայտություն կա, փոխառություն կա, որը օգտագործում ենք, մարդիկ կորցնում են այդ տվյալի նկատմամբ կոնտրոլը։ Այո։ Վերահսկողություն կամ հսկողություն մի քիչ դուրս չի գալիս, բայց կոնտրոլը հենց լավ բառն է, հասկանան, իրենք կորցնում են դա, ու այդ լավ կլինի, որ դա անեն գիտակցված։ Եթե ուզում են, եթե դրա արդյունքում այսինքն պատրաստ լինեն հետևանքին նայել։ Պատրաստ լինեն հետևանքին, գնահատեն կամ որևէ ձևով ողջամտորեն գնահատեն, որ չկա հետևանք կամ այդ հետևանքը էական չի։ Նկարեն հրապարակել, հասկանան, որ այդ նկարը բոլորը տեսնելու են։ Եթե իրանց դրանից ոչ տակ ոչ սառը, Աստծո սիրուն թող հրապարակեն։ Բայց լավ կլինի, որ մտածեն, որ տվյալը հանրամատչելի դարձնել, անկախ նրանից իմեն ասած զգայուններն են թե չէ, ինքը արդեն իր մեջ ունի լրացուցիչ զգայունություն։ Այո։ Էս էլ է սենց։ Այս մասով էլ շատ հետաքրքիր է։ Ես հաղորդման սկզբից այն հեռախոսային հեռախոսների հետ կապված հեռախոսահամարների, որ ասացիր, մի հարց է այսպես պատտվում։ Հիմա տես ասում ենք անորոշ թվով անձանց ուղված ինչ որ բողոք ունենք, հա, ճակերտավոր բողոք կամ պահանջ ունենք։ Այսօր շատ շատացել է սոցիալական հարցումներ կամ ինչ որ այլ նպատակներով հարցումներ իրականացվող հեռախոսազանգերը։ Այդտեղ հարց է առաջանում։ Իմ հեռախոսահամարը քեզ որտեղից որպես օրինակ հարցում իրականացնող մարմին դու ումից ես ստացել իմ հեռախոսահամարը, որովհետև եթե առաջնորդվենք այն սկզբունքով, որ ուղղակի ինքը պայմանական ինչ որ թվեր է հավաքում, բայց այդ ոնց է ստացվում, որ մեր տանը 4 հոգի օրինակ այդ պահին կողքս նստած են, միայն իմ համարին է զանգը գալիս։ Տենց այդպես ուղղակի մտածել պատահականության սկզբունքով ուղղակի իմ համարին մի քիչ անհավատալի գոնե ինձ համար որպես իրավաբանի։ Այսինքն կա արտահոսք ինչ որ մի վայրից, հա, ու ես սա խոսում եմ հետաքրքիրն ինչն է, որ ես սա խոսում եմ իմ անձնական հեռախոսահամարի մասին։ Ոչ աշխատանքային։ Ոչ աշխատանքային, որը օրինակ ես տալիս եմ բանկերում, այսինքն այն վայրերում, որով մարդիկ հենց ինձ հետ ենթադրում ես, որ այնտեղից չի դառնալու հրապարակային։ Այո, որտեղ հրապարակային ամեն դեպքում չպետք է որ դառնա, հա։ Եթե ես խոսեի այն հեռախոսահամարի մասին, որը դրված է սոցիալական բոլոր ցանցերում որպես փաստաբան Անի Ավետիսյան, բնականաբար մի քիչ տրամաբանական չէր լինի իմ այս նույնիսկ խոսակցությունը, բայց ես խոսում եմ իմ անձնական հեռախոսահամարի մասին, որին օրվա մեջ մի քանի անգամ զանգեր ստանում եմ, էլի։ Լավ պատվոտ կար նրան հետևելների հետ վարվելու ինչ կանոններ կան, ինչ կարող է մարդը անել։ Որի մասին մենք կխոսենք արդեն այս հաղորդման երկրորդ մասում։ Այո։
Շատ լավ, Գևորգ, շատ շնորհակալ եմ այս հաճելի զրույցի համար։ Այս հաղորդումը ամփոփենք եւ Ամփոփենք։ թողնենք մեր քաղաքացիներին մի քիչ խորհեն այս սրա վերաբերյալ։ Եթե հարցեր ունեն, սիրով կպատասխանենք բոլոր հարցերին։ Եթե նույնիսկ դու էլ ժամանակ կգտնես եւ կպատասխանես հարցերին, շատ շնորհակալ կլինեմ, եթե ոչ, ես ինքս կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին։ Այս մասը ամփոփելով անցնենք արդեն մեր քննարկման երկրորդ մասին, որը կհեռարձակվի 1 շաբաթ հետո եւ հնարավորություն կտրվի մարդկանց ավելի մանրամասն, ավելի խորությամբ ուսումնասիրելու թեման։ Շնորհակալություն։ Ով հետաքրքրված է, եկեք նայելու։ Ես Անի Ավետիսյանն եմ, սա իրավունքը բաց տեքստով ոդքասթն էր։ Եթե ձեզ ֆորմատը հետաքրքիր էր, բաժանորդագրվեք հաջորդ հաղորդումները բաց չթողնելու համար, որովհետև այստեղ իրավունքի մասին խոսում ենք բաց տեքստով։